Բարև ձեզ հայ ժողովուրդ։ Երբ որ ես զրուցում եմ ասենց ինչ որ շատ քչականակ մնացած նիկոլականների հետ, օրինակ տաքսիստներ, չգիտեմ, ինչ որ մարդիկ, որոնք հանդիպում են միամիտ փողոցում, միակ պատճառաբանումը, որ իրանք բերում են Նիկոլին պաշտպանելու համար, դա այն է, որ դե խաղաղություն կլինի, պատերազմ էլ չի լինի։ Ասում եմ, բա 300,000 ադրբեջանցին, որ մտավ Հայաստան, ինչ է կանելու։ Դե ասում եք, ապրենք իրար հետ էլի։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Այդ 300,000 ադրբեջանցին, որ գալու է Հայաստան, դա չի գալու մերումանուկ, ուսանող, բիձա, պարավ, տատիկ եւ այլն, ոչ մեկ տենց կանցինգեն չի գալու, տենց մասա չի գալու։ Գալու են սիրիացի վարձկաններ, գալու են բանտերը, սաղ բանտերի դատապարտյալները, որոնք նարկոման են, մարդասպան են, գող են, սաղին լցնելու այստեղ, հավատացեք, մենք էլ տենց կանեինք, եթե ուզենայինք վերացնեինք Ադրբեջանը, մենք էլ հաստատ տենց կանեինք, իսկ վստահ եք, չէ, որ Ադրբեջանը չի ուզում մեր լավը։ Ինչ անելու, լցնելու է, ինչի պահի իր բաներում, բանտերում իր դատապարտվածներին, ինչի պահի, ինչի պետական ռեսուրս ծախսի, կերակրի, խմցնի, ինչի տենց բաներ անի, հենակ ուղարկի Հայաստան, էդ էլ պատրաստի զորք է իր համար, որ ցանկացած պահին մի հատ այսենց անելով դուս է գալու ու կոտորի։ Ուրեմն նայեք, իհարկե իրանք վատ են պահելու, որտեվ չեն կարա իրանց լավ պահեն, այդ տեսակն է, էդի սոված ծառավ սիրիացի վարձկաններն են, որոնք կռվել են Արցախում, հիմա էլ մնացել են Ադրբեջանում, ոչ տուն տեղ, ոչ մի բան, արուն տեսած, արուն խմած, ուրիշ բան չիմացող մարդիկ են։ Դա բերելու է նրան, որ մերոնք ընդդիմանալու են, ընդվզելու են, մեր տղեկ ասենք, ես էլ չենք դիմանալու, մի երկուսին, ասենք, լավ պատժելու ենք, ու դա իրավունք հատ, լիգիտիմ, միջազգային իրավունք հա տալու Ադրբեջանին մտնել Հայաստան, պաշտպանել իր ազգաբնակչությանը։ Դե հիմա պատկերացրեք 300,000 զորք ներսում, դրսից կարա 10 հոգի գա, ավել պետք էլ չի։ Ներսի զորքը հերիք է, որ մի ժամում Հայաստանը չլինի, այդտեղ Հայաստանը վերջանում է, այդ խաղաղություն ենք անվանում, այդ է խաղաղությունը, հա, մի հատ ուղեղներից զոր տվեք, տենց է խաղաղությունը լինում։ Ուրեմն, եթե հաշվի առնելով, որ այս կառավարությունը անդադ ստում է, ասելով, որ հեսա պատերազմ կլինի, եթե մենք չընտրվենք, այդ ստին չենք հավատում ենք Յանի իրանց ասածին, ապա իրանց ասածը հենց պատերազմա որ կա, իրանց ասածը հենց Հայաստանի վերջն է ու բոլորիդ վերջն է որ կա, հասկանում եք, սա 100%-անոց վերացում է, մի հատ ուղեղներից զոր տվեք, մի քիչ մտածեք, խնդրում եմ ձեզ, ու ճիշտ ընտրություն կատարեք։